Մեր հանդիպումից հետո ես բոլոր էջերին unfollow եմ անել Լիլիթ ջան։ Մարդիկ շատ են սիրում կանխատեսել իրենց ապագան Մա եւ ինչպես տարբերել այդ հորոսկոպները, այսպես կոչված, իրական աստղաբանությունից։ ինձ կարող եք գտնել Երևան քաղաքում։ Բարև ձեզ։ Ես Ալյոնան եմ։ Այսօր խոսելու ենք ինքնաճանաչման, կյանքի ռիթմերի եւ ընտրության ուժի մասին։ Զրուցելու ենք հոգեբան, աստղաբան, վեդայական թվայնագետ Լիլիթ Ալեքսանյանի հետ։ Բարի գալուստ Լիլիթ։ Ողջույն։ Այսպիսի մի հարց. ինչով ես օգնում մարդկանց։ Իմ բոլոր մասնագիտություններում առհասարակ օգնում եմ մարդուն ճանաչել իրեն, մոտեցնել իրեն իր էներգետիկային ակտիվներին, որ նախապայմանով որ մարդը ծնվել է, թե հոգեբանության, թե արդեն վերջի տարիներին աստղաբանության ոլորտում կարծում եմ իմ առաքելությունը մեկն է՝ մարդուն մոտեցնել իր հոգուն, իր էներգիային, այն կետին, որտեղ մարդն ինքն իր հետ համերաշխ է, իր դասերին, իր կարմայական ակտիվներին եւ այն ինչ որ կապ ունի մարդ, էներգիա, տիեզերք, հոգի։ Իսկ եթե սկսենք քո ուղու ամենասկզբից, եղել է մի պահ, որտեղ քո կյանքը փոխվեց, դարձավ մինչև եւ հետո։ Այո, եւ հենց այդ պատճառով է եղել, որ ես սովորել եմ իմ երկրորդ մասնագիտությունը, աստղաբանությունը, թվերը, մոլորակները, երբ որ ինձ թվում էր ամեն ինչ նորմալ է եւ ամեն ինչ իր հունով է գնում, այդպես պետք է լինի եւ մի ինչ որ շրջադարձային ժամանակաշրջանում իմ կյանքում ամեն ինչ փոխվեց։ Եվ այդ ժամանակ միտքը ինձ տարավ այնտեղ, որ ըստ իս, քանի որ ես միշտ մտածել եմ, որ մարդու կյանքում բոլոր իրադարձությունները տեղի են ունենում կամ այն դեպքում, երբ որ նա արժանի է, կամ երբ որ նա թույլ է տվել այդ ներքին խնդիրը հասկանալու որտեղ եմ ես դա թույլ տվել պատասխանները եւ գտնելով եւ հետո գալով այն կետ, բայց չէ որ սա էլ էր ինչ որ բանի պատճառով եղել, որտեվ մարդը միշտ ունի պատճառ իրեն արդարացնելու, իր սխալների հետևում թաքնվելու։ Այստեղ միտք ծագեց ինքս, որպեսզի դիմեմ մասնագետին ու հասկանամ որ ժամանակաշրջանից եւ որ ակտիվն է սխալ աշխատել, որ ես շեղվել եմ։ Եվ հենց այդտեղից էլ ծագեց միտքը ավելի խորանալու, որտեվ դա ինձ համար դարձավ ապրելակերպ եւ կարծում եմ մասնագետը բացի մասնագետ լինելուց նաեւ պիտի իր ներսում կրի այն մարդուն, այն էներգիային, որը տալիս է դիմացինին։ Ճիշտ եմ հասկանում, ինչ որ չափով հոգեբանական գործիք է սա։ Նաեւ հոգեբանական, քանի որ քարտեզը ցույց է տալիս մարդու գիտակցությունը, էմոցիաները, այն վարքագծերը, որի համար որ այս կամ այն մոլորակը պատասխանատու է։ Եվ քանի որ մենք շատ ամուր կապով կպած ենք տիեզերքին, բոլորս ծնվել ենք նույն մարմնով, հա, արարչի եւ կատարյալ, այդ բոլոր մոլորակները ունեն մարդու վրա ազդեցություն։ Այս մասնագիտությունը աստղաբանության մասին է խոսքս դեռ մեր թվարկությունից առաջ հազարամյակներ առաջ եղել է եւ այն ժամանակներում դեռ ուղղորդվել են այն մարդիկ, ովքեր որ կառավարել են եւ երբ որ գիտես աստղաբանություն, այսինքն այս կամ այն մոլորակը կոնկրետ քեզ համար, քանի որ ամբողջ մոլորակի վրա ոչ մի մարդ չի կրկնվում եւ մենք բոլորս միակն ենք եւ կատարյալ եւ անփոխարինելի, ինչի համար է քո կյանքում այս կամ այն իրադարձությունը եւ հենց այդ կերպել ես ընտրել եմ այս ուղին, դա եղել է հենց իմ կյանքի վրա այդ տրանսֆորմացիաները ապրելու շնորհիվ։ Իրականում վարակիչ են խոսքերդ։ Բայց մի հատ այսպիսի բան նկատեցի, ասում ես քարտեզ։ Վստահ եմ հանդիսատեսն էլ շատերը չգիտեն, ինչ է նատալ քարտեզը։ Նատալ քարտեզը դա մարդ եւ տիեզերք երկխոսությունն է, երբ որ մենք ծնվում ենք տիեզերքում այդ պահին տեղի ունենում ստոպ կադր մեր համար, յուրաքանչյուրիս համար, անգամ լսել ենք, չէ, ժողովրդական բառերով ասում են քո աստղը երկնքում վառվեց, քո էներգիան վերևում է, ոնց որ այն հուշումը, որ մեր բոլորի ծնվելուց աստղ է երկնքում արարվում այդ պահին,
այդպես էլ այդ դրոշմված պատկերն է այդ պահին, այն երկրում, այն ժամին, այն վայրկյանին, երբ որ մենք ծնվում ենք, որը որ մասնագետները կարդում են, առաջներում դա արել են քարերի վրա, անգամ մինչև հիմա պահպանված են եգիպտական բուրգերի վրա այդ աստրալ նշանները պահպանված են մինչև հիմա, դեռ ուսումնասիրություններ են տարվում այնտեղ։ Հետո ոնց որ ամեն ինչ նորարարական մեթոդներով, այդպես էլ կա ծրագիր, որը որ մեզ ցույց է տալիս այդ պահին տիեզերքում մոլորակները ինչ դիրքերում են, ինչ գրադուսների տակ են, ինչ էներգետիկ ակտիվների մեջ են եւ էլ չենք գտնի երկիր մոլորակի վրա, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում հաստատ եւ астрономических близнецов շատ հազարամյակները մեկ կարող է լինել, որ ծնվեն, որ ասենք մարդը ծնվել է ինքը աղեղնավոր է, ծնողները ունեն ինչ որ էներգիաներ, հա, ասենք խեցգետին կամ ցուլ են, եղբայր ու քույր ունի, որոնք որ այս էներգիաներն են, որտեվ քարտեզը դրոշված ցույց է տալիս մեր գեներից, կարմայական հանգույցներից մինչև տրանսֆորմացիաներ, այսինքն մարդու համար լավ կամ վատ կողմերի բոլոր նշանակությունները այդ աստղաբանական քարտեզի վրա դրոշված են։ Հիմա հասկացանք։ Մի հատ այսպիսի հարց, սոցցանցերում ողողված է ամբողջ սոցցանցերը հորոսկոպներով։ Հիմա ինչպես տարբերել այդ հորոսկոպները, այսպես կոչված, իրական աստղաբանությունից։ Իրական աստղաբանությունը մարդուն տալիս է կողմնացույց եւ ուղեցույց, որպեսզի մարդուն մեծացնի։ Այսինքն պատասխանատվություն չի վերցնում իր վրա եւ որոշի, որ գիտես քո կյանքում այս կամ այն բանը տեղի է ունենալու կամ վախեր առաջացնի, որտեվ հիմա շատ ակտուալ է այդ թեման։ Աստղաբանությունը մարդուն ցույց է տալիս այն կողմնացույցը եւ այն պատասխանատվությունները, որ մարդ պիտի գիտակցի, որ իր կյանքի համար միակ պատասխանատուն նա է։ Եվ պարզ իրական աստղաբանությունը հենց նրա մասին է, որպեսզի մարդուն տաս գործիքներ, որով որ ինքը ավելի բարենպաստ եւ ավելի գրագետ քաղաքականություն, ասեմ, վարի իր սեփական կյանքի համար։ Իսկ մնացած գործիքները, որոնք որ մարդու ներսում էմոցիոնալ ինքնաբախման են տանում եւ վախեր են առաջացնում, դրանք արդեն հորինված դատավճիռներ են, որով որ մարդկանց կոդավորում են եւ շեղում իրական իրենց ճանապարհից, իրենց դասերից, որովհետեւ մասնագետ իրավունք չունի քո դասերը քո փոխարեն լուծել։ Շատ եմ հանդիպում մարդկանց, որ ասում են աստղաբանը ասեց, ես քեզ կօգնեմ, որպեսզի, չգիտեմ, մաքրեմ քո էներգիան, հա, ինչ որ բաներ։ Դա չի կարող անել աստղաբանը եւ հենց այդ պատճառով է, որ հիմա մեր հասարակության մեջ այդ ինֆորմացիայի համար շատ տարատեսակ կարծիքներ են լսվում եւ ես ինքս ներքին բախում ունեմ այդ ամենի հետ։ Ես շատ կուզեի, որպեսզի մենք այդ հարցին հասկանանք, դրանք տարբեր աստղաբանություններ են։ Այն մեկի մասին ինֆորմացված չեմ։ Մեր հանդիպումից հետո ես բոլոր էջերին unfollow եմ անել Լիլիթ ջան։ Բայց մի հատ sense բան, վստահ եմ այցելուներիդ մեջ հանդիսատեսի մարդիկ կան, որ ասում են ինչ կլինի, բա հետո ինչ ա լինելու, բայց հենց իրենք էլ վախենում են այդ ինֆորմացիան իմանալուց, ինչու է դա հետաքրքրում մարդուն։ Մարդիկ շատ են սիրում կանխատեսել իրենց ապագան եւ վերահսկել այդ ապագան, բայց դա ընդհանրապես կարելի ասել ամբողջությամբ հնարավոր չէ եւ առհասարակ ապագան դա մեր այսօրվա եւ մեր գործողությունների, մեր ամբողջ ներուժի, մեր դիսցիպլինների, մեր ներքին եսի կառուցվածքի արդյունքն է։ Եվ կան դասեր, որոնց մեջով, որ մենք դեռ այդ նախապայմանով ծնվել ենք, որ պիտի անցնենք, որովհետև բոլորիս կարելի ասել ընտանիքը տարբեր է, անգամ նույն տան մեջ, նույն ծնողներից ծնված մարդիկ շատ տարբեր կարմայական հանգույցներով են ծնվում։ Ինչ որ մեկը դառնում է գիտնական, ինչ որ մեկը ընդհանրապես չի սիրում սովորել։ Եվ այդ ինչ կլինի հարցը արդեն խոսում է նրա մասին, որ մարդը ունի այստեղ գեներացված վախ, քանի որ իր կյանքի համար պատասխանատվությունը դեռևս չի վերցրել իր վրա։ Եվ ինչ կլինին, դա
ոչ մեկ չի կարող ասել, բայց կան տեսություններ, որոնք ցույց են տալիս, օրինակ եղանակային պայմանները, հա, էներգետիկ ակտիվները, որն է բարենպաստ կամ որն է ոչ բարենպաստ տվյալ անձնավորության կյանքի ռիթմի համար եւ դա մոտավորապես իմ համար շատ ավելի մեծ ինֆորմացիա է, քան երբ որ ասեն, գիտես, դա այսինչ բան է քո հետ պիտի լինի, դա արդեն նման է այլ մասնագիտության, որը կապ չունի իմ հետ կոնկրետ։ Իրականում վախացնում են, չէ՞, կան մարդիկ, ովքեր կարճում են այդ կանխատեսումներից ու արդեն նրանց մոտ ավելի հաճախ է սկսում, ինչ կլինի, ավելի շատ գան, ավելի շատ ինֆորմացվեն։ Ինչ անել այդ տարբերակում։ Ես ավելի շատ ասում եմ միտումը, թե ինչի համար է մարդու կյանքում այս կամ այն իրավիճակը ակտիվացել, բայց երբ որ զգում եմ կախում ունեն, այսինքն հաճախ ինչ որ մեկը դիմում ինձ եւ այստեղ ոչ մի բան չի փոխում ինքը իր կյանքում, այսինքն չի աշխատում ինքը իր վրա, հա, որ գա որպես մասնագետի ասի ուղղորդի ինձ, որպեսի ցիկլներս ճիշտ կառավարեմ, то есть որ ես տեսնեմ մարդը ինքը իր վրա աշխատում է, այլ ընդհանրապես իմ գիտելիքներից կարճած փորձում է ինֆորմացիայով լցնել իր կյանքը, ես բերում եմ իրեն իր կյանք, քանի որ սա այն մասին չէ, որ դու ուրիշի փոխարեն ապրես, դա ես նաև մեկ-մեկ ասում, որ ծանր մեղք է, երբ որ դու դիմացինին դարձնում ես մեկը, ով առանց քեզ տուրբուլենտնեստ է մտնելու։ Մարդը պիտի ազատ լինի եւ ինքնուրույն կարողանա իր կյանքի պատասխանատվությունը եւ կյանքի ղեկը վերցնել իր ձեռքը եւ այդպես ուղղորդել ինքը իր սեփական եսին։ Լիլիթ, մինչև մեր հանդիպումը, ճիշտն ասած, ես նայել եմ քո հաղորդումները, ուսումնասիրել եմ քո էջը եւ հաճախ հանդիպել եմ հոգևոր բառին։ Ինչ է քո համար հոգևորը։ Գիտեք Ալոնա ջան, հոգևորը ինձ համար դա ազնվություն է սեփական եսի նկատմամբ։ Հոգևորը դրանք բառեր չեն, դրանք ինչ որ պաթոսիկ երևույթներ չեն, հա, տեսանելի ցույց տալու։ Հոգևորը ինձ համար դա հասուն վերաբերմունք է քեզ եւ այն ամենին, ինչ որ արարիչը քեզ տվել է։ Դա մեծ պատասխանատվություն է առաջինը քո կյանքին, քո եսի, քո մարմնի, քո հոգու հանդեպ։ Քանի որ հոգևորը դրանք գեղեցիկ խոսքերը չեն միայն, այլ գեղեցիկ գործերն են։ Հոգևորը ինձ համար այն սիրո դրսևորումը չէ, որ մարդը խոսքով կարող է դրսևորել։ Հոգևորը իմ համար հենց գործողությունն է, սկսած քո սեփական եսից եւ հասուն վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչ որ քեզ արարիչ տվել է, դա կլինեն քո ծնողները, քո բարեկամները, հարազատները, քանի որ ոչ մի բան չի լինում ուղղակիորեն եւ անգամ այն կետը, որտեղ որ մենք այն ընտանիքը, այն ծառը, որի մեջ մենք եկել ենք, դա շատ մեծ պատասխանատվություն է, որպեսզի գիտակցենք, օրինակ ինչի է տվել ինձ այս կամ այն բարեկամին, հա, որի հետ ունենք տարակարծիք երևույթներ, շատ բարկանում եմ այն հարցից եւ այն երևույթներից բարկանում եմ, դա իմ ներքին վերաբերմունքն է, զուտ կապ չունի իմ վերաբերմունքն է այդ երևույթի նկատմամբ, երբ որ ասում են ծնողներիս չեմ կարող ներել կամ ծնողների հետ խնդիր ունեն։ Դու շատ փոքր մարդ ես, որ իրենց ներես, ներող դու արդեն որ ծնվել ես եւ իրենք եղել են այն մարդիկ, ովքեր որ միջնորդ են, որպեսզի դու գաս այս աշխարհ, դու արդեն ունես մեծ պատասխանատվություն եւ այստեղ ներողը դու չես, անգամ եթե այդ ծնողը ուսուցիչ է, քանի որ հենց աստղաբանության միջոցով, եթե ճիշտ հասկանաս քո ծնողը քո կյանքում ինչ նպատակով է քո հոգին եկել այդ ընտանիք եւ ամենամեծ դերը որպես այդպեսին որն է հենց քո ծնողների, քո եղբայրների, քո ծառի այդ ռոդի, քո արմատների նկատմամբ, այստեղ ներքին բախումներն էլ չեն լինի, քանի որ դու կապրես քո կյանքը եւ շատ սիրուն գործողություն կա, կարծում ես շատ եմ սիրում այդ երևույթը առհասարակ սիպարիրովոցը, то есть հերո կպահես քեզ այդ ամենից, բայց իրենց ներկայությամբ, իրենց սիրելով եւ այդ ամենը քո կյանքի վրա եւ բալանսավորված հարաբերություններ կձևավորի եւ առհասարակ քո կյանքի հետ դու քո ծառի հետ համերաշխ կլինես։ Լիլիթ, աստղաբանության բաղկացուցիչ մասը մի մասը գիտելիքն է, իսկ մյուս մասը կարծում եմ ինտուիցիան։ Այ ինտուիցիան ինչ ես կարծում, դա նվեր է, հմտություն, միգուցե պատասխանատվություն, կարելի է դա զարգացնել, թե ոչ։
Ինտուիցիան ինձ համար դա լռության ձայնն է։ Ինչի մեջ կա աղմուկ եւ հմտություններ, դա ինտուիցիա չէ։ Ինտուիցիան լռության մեջ քո հոգու եւ գիտակցության այն հուշումներն են, որով որ ոչ բոլորն են օժտված ծնվել, բայց երբ որ մարդը դա ունի կամ կրթել է դա իր մեջ, քանի որ մենք գիտենք, որ չէ, ամեն մեկս մեր յուրահատկությունը ունենք եւ պարտադիր չի, որ բոլորը օժտված լինեն այս կամ այն հատկանիշներով, բայց մարդը կարող է որոշակիորեն դա իր մեջ կրթել։ Մարդը կարող է որոշել նկարել, նկարչության գնալ, բայց ինքը չդառնա համաշխարհային նկարիչ, բայց եթե իրան դրսևորեր մեկ այլ միջավայրում, ասենք զբաղվեր կավագործությամբ, էլի նույն արվեստի մեջ կլիներ, բայց այս դեպքում իր գործերը կարող են շատ մեծ համաշխարհային արձագանք ունենալ։ Այդպես էլ մեր ինտուիցիան է, մեր ինտուիցիան շատ թե քիչ աշխատում է այն մարդիկ, ովքեր շատ ունեն իրենց մոտ էմոցիաները դրսևորելու դեպքում չեն աշխատում առհասարակ, իսկ ինտուիցիան ինքը միշտ լռություն է սիրում, հստակություն է սիրում, ինտուիցիան չի սիրում աղմուկ։ Եթե աղմուկից է գալիս մարդու որոշումները, այս արդեն վախի դրսևորում է, այս արդեն ներկա պահը իրական հողը ոտքերի տակ չզգալու դրսևորումն է, որ մարդը ուզում է ինչ-որ բան անի, կապ չունի ինչ։ Լիլիթ, իսկ բոլորն են օժտված ինտուիցիայով։ Բոլորը ոչ։ Հիմնականում օժտված են կրակի էներգիաները եւ ջրի, դրանք ձուկ խեցգետին կարիչ էներգիաներն են եւ խոյ առյուծ աղեղնավոր։ Իրանց մոտ շատ հատկանշական է, քանի որ իրանք շատ էմոցիոնալ են։ Նաև օդի նշաններից երկվորյակը, քանի որ իր մեջ անընդհատ կողմնորոշվելու խնդիր ունի, այս դեպքում, եթե ինտուիցիան զարգացված է, ինքը միշտ իր պլյուսավոր կողմը կաշխատացնի եւ կյանքը կապրի վերելքների մեջ։ Հակառակ դեպքում միշտ ներքին խնդիր է ունենալու։ Քո աշխատանքի մեջ ամենաշատը քեզ ինչն է ոգեշնչում, միգուցե հուզում։ Ինձ ավելի շատ եթե վերցնենք կոնկրետ աշխատանքի մեջ, երբ որ մարդը վերադառնում է ինչ-որ արդյունքով, կին կամ տղամարդ միշտ գալիս են շփոթված։ Հաճախ լինում է, որ չեն հասկանում ուր են գնացել, որովհետև մեկ այլ պատկերացում ունեն առհասարակ այն մասին, ինչով որ ես եմ զբաղվում։ Հիմա արդեն դա բնականաբար քչացել է, բայց ինձ շատ ուրախացնում ոգեշնչում է, որ մարդը վերադառնում է ու ես ունեմ հետադարձ կապ այն մասով, որ իմ համար ամենամեծ արդյունքն է, երբ որ ես ունեմ արդյունք։ Այսինքն մարդը չի եկել այդ ձեր ասած ինչ է լինելուի հետևից եւ մեր զրույցի ընթացքում հասկացել է, որ այն ինչ էլ որ լինի, մարդը ինքը պետք է ընտրի, ինքը պիտի որոշի եւ իր համար ընտրություն կատարի։ Ունենալ դա թե ոչ, դա պետք է իրեն թե ոչ եւ իմ համար ամենամեծ մոտիվացիան աշխատանքումս դա մարդկանց հետադարձ կապն է որոշակի արդյունքով թեկուս։ Այս թողարկումից մեր հետևորդները ինչ կուզես հիշեն։ Որ նրանք միշտ կարող են սկսել նորից եւ ոչ թե վախից, որ սկսեմ փոխեմ ինչ-որ բան ստացվի, այլ ներքին խաղաղությամբ եւ համարձակությամբ եւ դրա համար ոչ կա տարիք, ոչ սահմաններ, ոչ տարածություն, ոչ էլ քառակուսիներ։ Եվ միշտ մարդը կարող է սկսել այն կետից, որտեղ թեկուզ բարդ շրջան է, թեկուզ անտեսանելի է լույսը դեռևս, բայց միշտ ամենամութ գիշերից հետո գալիս է ցերեկ եւ առանց այդ սև գծերի, առանց սև ստեղնաշարի երաժշտություն չէր գրվելու։ Եվ մեր ամենաբարդ եւ ամենաբուժիչ սիմֆոնիաները գրվում են հենց այդ բարդ իրավիճակներում։ Լիլիթ ջան, դե արի մեր հանդիսատեսի համար ամենավերջում հստակ քայլեր առանձնացնենք։ Եթե վերցնենք պրակտիկաների տեսքով, նախ սկսեն նրանից, թե թեկուզ գրելով, գրեն մեկ քայլ, թե իրանք ինչ կուզեին փոխել իրենց կյանքում, մեկ նպատակ։ Հիմա շատ կարևոր ժամանակաշրջան է սկսվում բոլորիս կյանքում եւ եթե մեզ թվում էր, որ ինչ-որ բան զտվում է, ավարտվում է, այս նոր շրջանը, նոր շրջադարձային տարին
իր մեջ նաև ունի իր դրական բոլոր լավ կողմերը նորը սկսելու համար։ Եվ դրա համար գրեն նաև թե ինչ են ուզում, որպեսզի ունենան այն նպատակը, որի մեջ որ ճանապարհի ընթացքում կարող են անել։ Եվ մոտավորապես 3-ից 7 քայլ, որպեսզի մոտենան դրան եւ 7 օր ամեն օր անեն մի քայլ մոտենալու համար այդ նպատակին։ Ես կարծում եմ, որ դա շատ աշխատող պրակտիկա է եւ մարդիկ կունենան շատ մեծ արդյունքներ։ Իսկ որտեղ կարող են քեզ գտնել։ Ինձ կարող եք գտնել Երևան քաղաքում Instagram-յան, Facebook-յան հարթակներում, նաև մեսենջերների միջոցով հիմա շատ ակտուալ հարթակներ են եւ նաև իմ Ավրորայի դպրոցում, քանի որ հիմա արդեն դասավանդում ենք եւ ունենք այդ տրանսֆորմացիոն դպրոցը, կարծում եմ այն մարդը, ով ուզում է փոխել իրեն, դա կլինի կոնսուլտացիայի թե կրթության համար ճանապարհները գտնի, որպեսզի գտնի այն մարդուն, որ պետք է իրեն այդ ժամանակաշրջանում։ Շատ շնորհակալ եմ Լիլիթ մեր հանդիպման համար, շատ ինֆորմատիվ էր։ Ես այս բոլոր հարցերը ինքս էլ ինձ կփորձեմ տալ եւ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։